Ողջույն, այս խաղի մասին պտտվել են շատ լեգենդներ, խոսքը գնում է քնի կատվածի մասին, և ես ձեզ պատմել էի այս խաղի մասին, նաև նշել էի, որ եթե հավաքեիք 150 լայք, ապա ես կնկարեի երկրորդ մաս, որտեղ կփորձարկեի այդ լեգենդը, և այսօր ես պատրաստվում եմ դա անել փորձառու բժշկի հետ։ Ողջույն, պարկում ես մեջքի վրա, մութ լուռ սենյակում, չեն շարժվում նույնիսկ եթե ուզում ես, աչքերը փակ, բայց գիտակցությունը պահում ենք արթուն, հաշվում ենք թվերը մտքի մեջ, 10-ից 20 րոպե հետո մարմինը սկսում է քնել, իսկ ուղեղը դեռ արթուն է, այդ վիճակում պիտի զգաս, թե սենյակում ինչ-որ բան կա, նույնիսկ կարող է տեսնես հրեշների, ես հիմա կդնեմ մի քանի ապարատներ, որ կարողանանք Նարեկին և Նարեկի սրտի աշխատանքը վերահսկել, չշարժվես Նարեկ, ես միայն իմ ձեռքերով կանեմ ինչ-որ պետք է, այս պահին ես դնում եմ հատուկ ճնշման ապարատ, որը ստուգում է մարդու սրտի աշխատանքը, թե վայրկյանում քանի հատ է բաբախում սիրտը, ես կմիացնեմ նրան, այնուհետև նա կլինի այնպես, ոնց որ երազում կլիներ, այս պահին Նարեկը տեսնում է ինչ-որ տարբեր հրեշտակների, հրեշների, վիշապների ու այդպիսի վտանգավոր կենդանիների ու կերպարների, ես 5 րոպեից կստուգեմ Նարեկի սրտի աշխատանքը և կստուգեմ վայրկյանում քանի բաբախ է լինում նրա սրտում, անցավ արդեն 10 րոպե, հիմա կստուգեմ Նարեկի սրտի աշխատանքը, որպեսզի ամեն ինչ գնա իր հունով և ոչ մի վտանգ չսպառնա նրա կյանքին։ Նարեկի սրտի աշխատանքը այս պահին ցածր է և նա գտնվում է երազում, ես հիմա նրան կտամ թուղթ և գրիչ և կտեսնենք, թե ինչ պատկեր նա կստանա, ամեն ինչի էֆեկտը այն է, որ նա երազում ինչ կխզբզի և իր ձեռքի շարժումները կտեսնենք, քանի որ նա այս պահին պետք է լինի անշարժ, բայց եթե մենք տանք նրան թուղթ ու գրիչ, նա արդեն իներցիայով և հոգով կսկսի նկարել երազի մեջ։ Հիմա Նարեկը իր երազում տեսնում է այս ամեն ինչը ավելի միստիկ և ավելի վտանգավոր, հիմա նա կսկսի նկարել կամ խզբզել։ Եվ այստեղ նկատվեց իմ առաջին գործողությունը։ Ինչ խոսք, այս պահին Նարեկը հետաքրքիր պատկերներ է նկարում և թուղթը ինչ-որ ձևով ճմրթում է, Նարեկը սկսում է, ինձ թվում է վատ երազ տեսնել, քանի որ ամեն ինչ շատ վտանգավոր է, սա շատ վտանգավոր է, հիմա ես կանջատեմ ապարատը, որ Նարեկի կյանքին վտանգ չսպառնա, քանի որ այս ամենը շատ վտանգավոր է, Նարեկ, արթնացի, Նարեկ, ամեն ինչ նորմալ է, եղբայր։ Ողբեր, նենց խորը բաներ էի տեսնում, համարյա 90% ինչ-որ գծեր է, դուք եսից խորշում եք, սկաց դուք նհատեք։ Իսկ հնարավոր է այդ սև գծերը սրանք լինեն։ Ես ինչ է։ Այս սա դու ես քո երազում խզբզել, սա քո արածն է, դու ես արել, դու չես հիշի սա։ Դու վերջում սկսեցիր այս թուղթը ճմրթել, ես արթնացրեցի քեզ, քանի որ կարող էր վտանգավոր լինել այս ամենը, և դու… Այս ինձ էր, գծեր ու ձև էր, բայց ես սեշ չէ, կարմիր էր։ Խնդրում եմ Նարեկ, պատմիր ինձ, ինչ ես տեսել քո երազում։ Ես տեսել եմ կանաչ բանի վրա կարմիր գծեր, որոնք շատ… Իսկ այդ կանաչ բանը ինչի էր դու նմանացնում։ Քանի հիշում եմ խնդրում եմ մի ընդհատի։ Հետո սկսեցին բարձանալ մի քիչ, ու հետ շարժվեց ես արագ վեր թռա, կամ դու հանեց, ես էլ չեմ հիշում։ Ես եմ քեզ արթնացրել, հանել եմ ապարատը։ Ուզում եմ հասկանալ։ Դու փրկեցիր քո կյանքը, Նարեկ։ Սա ինչ է նկարված, եթե համաձայն ես,
Սա նկարենք ուղարկենք արհեստական բանականության, պատմենք երազը եւ տեսենք նա ինչ կասի։ Էն արեք, հնարավոր է վատ բաներ գրի ChatGPT-ին եւ վտանգավոր լինի։ Խնդրում եմ նկարի ուղարկի, ես շատ կարևոր է։ Լավ, այս նկարը իմ ընկերը նկարել է քնի մեջ։ Ես նրա ձեռքին տվեցի թուղթ եւ գրիչ։ Հիմա նկարեմ նկարը եւ ChatGPT-ին կասի թե ինչ է սա նշանակում։ Խնդրում եմ Վերջ։ կներես էլի կներես։ Խնդրում եմ ժողովուրդ ստուդիայի լույսերը վառը կանացել են վախենալու ակոնես մտնոլորտ անցնի։ Հիմա ես կուղարկեմ սա ChatGPT-ին։ Հավատ ունի չէ՞ որ ես արել եմ, որովհետեւ ես դա չեմ սկսել։ Խնդրում եմ ինձ միկրոֆոնը տվեք էլի ժողովուրդ։ Ժողովուրդ, ես մինչև այս չեմ հավատա, որ սա ես եմ նկարել։ Միկրոֆոնը տեղադրեմ։ Հասկանում, սա ի՞նչ է։ Արհեստական բանականությունը մեզ պատասխանեց։ Ինչ։ Քնի ընթացքում մարդը կարող է անգիտակցաբար արտահայտել իր ներքին լարվածությունը, թուղթը ճմրթել, ցույց է տալիս ներսում կուտակված ստրեսը կամ վախը, որը դուրս է գալիս ֆիզիկական շարժման ձևով։ Այս պահին մարմինը արձագանքում է այն, ինչ գիտակցությունը դեռ չի ընդունել։ Հասկացար Նարեկ։ Այո, հիմա Այսինքն դու ստրեսի մեջ ես։ լավ կներես, հիմա մենք համարենք էքսպերիմենտը ստացված, թե չստացված։ Ինձ թվում է էքսպերիմենտը ստացվեց, քանի որ դու շատ վատ վիճակում էիր գտնվում այն պահին, երբ որ դու չէիր հասկանում այդ ամեն ինչը, իսկ ես այդ պահին քեզ տեսնում էի։ Հնարավոր է ավելի վատ բաներ լինել։ Փառք Աստծո, որ տեղի չունեցավ այն ամենը, ինչ որ մենք տեսնում ենք ուրիշ մարդկանց մոտ, բայց ոչ հայկական YouTube-ում, այլ երկրյա։ Քանի որ սա կներես որ ընդհատում եմ, ժողովուրդ, եթե կուզեք, մենք գնանք ինչ-որ լքված վայր, այնտեղ նկարենք այս էքսպերիմենտը, թե բարձ ավելի վտանգավոր է լինելու, բացի ստրեսից եւ այլն։ Մենք ունենալու ենք ինչ խնդիրներ, ճանապարհային խնդիրներ, այդ վայրի խնդիրները, չէ՞։ Այո, հնարավոր է վայրում վտանգավոր բաներ լինեն, որ մեզ խոչընդոտեն, չկարողանանք մենք 500 լայք եւ կլինի ավելի վտանգավոր էքսպերիմենտ։ Այսքաններ ես անգամ ավարտի խոսքեր չեմ գտնում, դուք տեսակ այն ինչ տեսակ, սարքած բան չկա, այն ամենա մաքսիմում իրական, ու ես հիմա անկեղծ, հիմա չգիտեմ, կարող մարդն ինձ զաղ, բայց ես հիմա վախենում եմ քնեմ։ Ինչի, որովհետեւ շատ վախենալու ես միջավայրը, ու ես հիմա ինչքան քնեմ, ես վախենալու եմ, որ էլի այդ ամեն ինչը տեսնելու եմ։ Մնաք բարով, այսքանը։ Տեսություն, կհանդիպենք հաջորդ վիդեոյում, ավելի վտանգավոր եւ ավելի վախենալու։ Դե ինչ, այսպես ավարտվեց լեգենդը։ Հուսամ ձեզ հետաքրքիր էր մեր փորձը։ Եթե այդպես է, խնդրում եմ ինձ աջակցեք լայքերով եւ բաժանորդագրությամբ։ Փորձը անցավ շատ վտանգավոր։ Ինչպես նշեց բժիշկը, մենք այսօր ունեցանք շատ վտանգավոր փորձ։ Բայց միայն դա արեցինք հենց քո լայքի ու բաժանորդագրության համար։ Աջակցեք մեզ մեկնաբանություններով, իսկ մենք դեռ կհանդիպենք։